Երկրի վրա քայլող քաջառիչները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վահե Սամվելի Զաքարյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Եղել է հանգիստ և ընկերասեր երեխա։ Նաև եղել է շատ գաղտնապահ ու զուսպ, ապա լուրջ էր, հավասարակշռված, նվիրված, բարի և ընկերասեր։ Ասում են, որտեղ Վահեն լիներ, այնտեղ միշտ ուրախություն էր տիրում։ Դա են փաստում նաև նրա ուրախ ժպտերես նկարները։ Փոքր ժամանակ միշտ խաղացել է տանկերով ու մեքենաներով։ Ընտանիքով երկար ժամանակ Ռուսաստանում են եղել։ Մեր քաջը 13 տարեկան է եղել։ 1 տարի է մնացել այնտեղ, ապա որոշել է թողնել Մոսկվայի հանգիստ կյանքը և վերադառնալ հայրենիք, Հայաստան։ Ծնողների համոզել է, որ մնա, զուր է անցել, և նա իր 2 քույրերի հետ վերադարձել է Հայաստան։ 2 քույրերի միակ եղբայրն էր և միակ տղազավակը ծնողների համար, նաև տան փոքրը, սակայն քույրերը նրան համարել են մեծ եղբայր ու երեքով շատ մտերիմ են եղել։ Այդպես է ստացվել, քանզի երկար ժամանակ նա միայն քույրերի հետ է ապրել Հայաստան։ Գուցե հենց դա էլ նպաստել է, որ շուտ հասունանա ու քույրերին սատար կանգնի։ 2002 թվականին գնացել է դպրոց։ Հաճախել է Հրազդանի թիվ 10 հիմնական դպրոցը, ապա տեղափոխվել Ավագ դպրոց։ Մինչև 7-րդ դասարան սովորել է գերազանց, հետո հարվածային։ Նրան դպրոցում շատ են սիրել։ Միշտ աչքի է ընկել, թե իր հասակով, թե արտաքինով։ Եղել է աղջիկների սիրելին։ Դասղեկը նրան կրասավչիկ մականունն էր կնքել։ Ընդհանրապես եղել է համեստ աշակերտ։ Սիրում էր դպրոցը, ընկերներին։ Դասարանի կազմակերպչական աշխատանքներով նա էր զբաղվում։ Նա նաև եղել է կարատեիստ, զբաղվել է արևելյան մարտարվեստով։ Սպորտով զբաղվել է 9 տարեկանից մինչև բանակ զորակոչվել է, համարյա 9 տարի։ Բազում հաղթանակներ և մեդալներ ուներ, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող էր։ Հայաստանում մասնակցել է անհաշվելի քանակությամբ մրցույթների։ ՀՀ Հայաստանի եռակի չեմպիոն էր, ուներ 2 սև գոտի։ Աշխարհի մրցույթների մասնակցելու հրավերներ էր ստացել։ 2012 թվականին Լեհաստանում մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց ոտքի վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել մրցակցությունը։ Նրա վերջին հաղթանակը 2014 թվականի հուլիսին Երևանում կայացրած մրցաշարի ժամանակ էր, որտեղ զբաղեցրել էր առաջին պատվավոր հորիզոնականը՝ չեմպիոն։ Ու այսքանն էլ բավ է նրա մասին կարծիք կազմելու համար։ Նա նպատակ է ունեցել դառնալու մեծ սպորտսմեն։ Ու կդառնար, բայց չեմ ուզում բավարարվել այսքանով և ուզում եմ մեր չեմպիոնի կյանքը հանրությանը հասու դարձնել և հայոց պատմության էջերին հանձնել ամբողջովին։ Վահեն նաև լավ նկարել է իմացել։ Նկարել է տարբեր թեմաներով, ընդհուպ մինչև խաչեր և եկեղեցիներ։ Խաչեր և եկեղեցիներ։ Բա ինչու ձեռքիդ գործերը պահապան չեղան քեզ, իմ հերոս։ Ինչու։ Պարզապես չկա բացատրություն։ 2014 թվականին առաջատար գնահատականներով ընդունվել է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ։ Սակայն հայրենիքը կանչում էր։ Ու նա հենց նույն օրը բու ընդունվելու ուրախությունը սրտում մեկնեց հայրենի սահմանները պաշտպանելու։ Ծառայությունը հետաձգելու հնարավորություն է ունեցել, սակայն առանց երկար մտածելու հրաժարվել է։ Պիտի մրցումների գնար, հրաժարվել է։ Զորակոչվել է Արմավիրի N զորամաս, իսկ 6 ամիս անց տեղափոխվել Արցախ, Ջեբրայիլ, որպես տանկի նշանառու օպերատոր։ Երբեք չի դժգոհել, մեծ սիրով ու նվիրվածությամբ է ծառայել։ Երբ սկսվել է ապրիլյան պատերազմը, նա 1 տարի ամսվա ծառայող է եղել։ Ապրիլի 2-ին, երբ տագնապ է հայտարարվել, նա անվախ կերպով իր տանկի անձնակազմի, տանկի հրամանատար Նորայր Գասպարյանի և մեխանիկ վարորդ Հայկ Գրիգորյանի հետ հասել է մինչև հակառակորդի դիրքերը, որտեղ էլ թշնամին հայտնաբերել և խոցել է նրանց տանկը։ Մեր քաջն իր անձնակազմի հետ զոհվեց, բաց տարածքում կռիվ տալով։ Նրան գտել են խփված տանկի մեջ օրեր հետո միայն։ Փառք քո և քո անձնակազմի հիշատակին, քաջս։ Խոնարհվում եմ ձեր անվարան քայլի առաջ։ Այսօր այն դպրոցի պատին, որտեղ նա է սովորել, բոլորին ողջունում է նրա ժպիտով ու կյանքով լի նկարը։ Այո, կյանքով լի։ Քանզի այն ոգեշնչում և դեպի կյանք է ուղարկում բոլոր դպրոցականներին ու անցորդներին։ Սիրելի անցորդ, ով էլ լինես դու, աշակերտ, ուսուցիչ, թե ուղղակի պատահական անցորդ, միշտ ապիր փութկոտ քայլերով հեռանալ այդ պատի կողքով,
Մի պահ շեղիր քայլերդ ու մտիր դպրոց, եւ դպրոցի ներսում ականատես կլինես, որ այս սերնդի աշակերտները կրթվում են եւ դաստիարակվում հայրենասիրական ոգով, քանզի դպրոցում կա մեր հերոսի անունով փառքի անկյուն։ Իսկ տան բակում հուշաքար ու ցայտաղբյուր է տեղադրված։ Այստեղ տեղին է ասել. կանգ առ անցորդ, խմիր ջրից այս սառնորակ, հովացրու վառված սիրտդ, պաղ ջրով այս աղբյուրի։ Այն անունով է հայորդու, ով կյանքը քեզ տվեց ու քո խաղաղ կյանքի համար երկինք համբառնեց։ Խմիր ջուրն ու հիշատակի նրա փառք տուր, որ չվախեցավ, չերկնչեց եւ տանկով իր դարձավ ճամփորդ հավերժի։ Նա շատ է սիրել նաեւ երգ երաժշտություն, ապա նկարել։ Երաժշտություն լսել է միշտ բարձր եւ միշտ այն համատեղել է նկարելու հետ։ Ասում են շատ հետաքրքիր նկարներ է ստացվում։ Սիրել է նաեւ ոսկերչություն։ Նպատակ ուներ, երբ բանակից գար, սովորեր։ Մտածում էր հայրիկի մասին, որ մենակ նրա համար դժվար է, ասել էր. ես հենց բանակից գամ, պապայի համար արդեն հեշտ կլինի։ Հերոս շեմ, բանակից գամ։ Կրկնվում է արձագանքն իմ մտքում։ Հայրդ այսօր ապրում է քո հավերժական կարոտն իր սրտում։ Նա ընկերների հարցում շատ բծախնդիր էր։ Նրա ընկերներն ընտրված էին։ Քիչ լինեն, լավը լինեն։ Ատում էր սուտ, կեղծիք, շողոքորթություն։ Մինչ զորակոչվելը նա հնարավորություն է ունեցել արտասահման մեկնելու, որպես սպորտսմեն։ Նրան հրավիրել էին Չեխիա, բայց մերժել է, թե ծառայությունն ավելի կարևոր է։ Արտասահմանն ու այլ գործերը կսպասեն։ Իսկ ծառայության ընթացքում օր-օրի փոխվել է, հասունացել եւ նրա մեջ հարազատները շտապողականություն են նկատել։ Շտապողականություն։ Գուցե ուզում էր հասցնել ամեն ինչ ու հասցրեց։ Թեպետ շատ բան էլ կիսատ թողեց։ Նրանց քույրերի ու եղբոր կապն ուրիշ է եղել։ Ջերմ, մտերմիկ, միշտ իրարից անբաժան։ Նույն բակում մեծացած ապա եւ ապրիլյան պատերազմի դժնդակ բովով անցած ընկերը Սուրենը հիշում է, որ Վահեն միշտ կատակով կամ լուրջ ասել է, թե 3 մայր ունի, ի նկատի ունենալով մորն ու 2 քույրերին։ Միշտ իրարից անբաժան։ Լավ էր ասված։ Երանուհի, Անահիտ, Վահե, որ միշտ միասին էին, բայց անիրավ պատերազմը հավերժ զատեց քույրերին իրենց սիրելի եղբորից։ Հոգու խենթացնող ու չսպիացող ցավ, որ ամոքելն անհնար է։ Ծնողները վերջին անգամ իրենց որդու հետ խոսել են, երբ ապրիլյան պատերազմն արդեն սկսված է եղել ապրիլի 2-ին, սակայն տղամարդուն եւ զինվորին վայել արժանապատվությամբ նա թաքցրել է իրականությունը։ Մայրը, հերոսացին տիկին Անժելան հիշում է. Մենք Հայաստանում չէինք, Վահեզ երբեք ինձ չէր խաբում, բայց այդ օրը խաբեց, թե իբր Մարտունի պոլիգոններում են։ Զարմացա, մի քանի օր առաջ են եկել այնտեղից։ Նա կարողացավ ինձ համոզել ասելով, դե բանակ է, զորավարժություններ են, օրը մեկ կրկնում են։ Ես ասացի, որ հեռուստացույցով պատերազմական իրավիճակ են ցույց տալիս։ Նա էլ թե հեքիաթներ են, ձեզ լավ նայեք, կարող է էլ չզանգեմ։ Ծոր տվեց իմ մտքում։ Երևի զգում էիր, սիրելի հերոս։ Մայրը հարցրել է. ինչու չպիտի զանգես։ Իսկ նա համոզել է, թե իբր այնպիսի տեղ են, որ հոսանքներն անջատվել են։ Եթե հոսանք լինի էլ շուտ կանջատեն, հեռախոսի մարտկոցը կնստի ու չի կարողանա զանգել։ Մայրը խնդրել է. տղաս, հնարավորության դեպքում թեկուզ հաղորդագրություն գրի, ասա ինչպես ես։ Նրա վերջին բառերը եղել են. եղավ մաջան, դուք ձեզ լավ նայեք։ Ու Վահեն հերոսացավ, հավերժ հնչեցնելով մորականջներում իր վերջին բառերը. եղավ մաջան, դուք ձեզ լավ նայեք։ Խոնարհում ես քեզ, աննկուն քաջես։ Ծնողները Վահեի զոհվելու մասին իմացել են Հայաստան գալուց հետո։ Հարևաններն ու ազգականները հասկացրել են. վիճակը խառն է, լարված, եկեք։ Եկան ու դժնդակ լուրն այստեղ իմացան։ Իմացան հեռուստացույցից, երբ զոհվածների մեջ պատահական տեսան իրենց որդու ու տանկի անձնակազմի նկարները, ովքեր խոցվել էին հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։ Դե եկ ծնող ու մի խենթացի։ Մեր հերոսն իր անձնակազմով մի քանի անգամ գրոհել է, վնաս պատճառել հակառակորդին ու հետո խոցվել։ Ծառայակից ընկերը հիշում է. տանկը փչացել էր, նա ասում էր. եթե ես չգնամ, դու չգնաս, երրորդը չգնա, ով է պաշտպանելու մեր հողը։ Ասել ու գնացել է, որ բռնի ճամփան հավերժի ճամփորդի ու ճախրի երկնքում անմահության։ Տիկին Անժելան արցունքների միջից բարբառում է. որպես որդեկորույս մայր, ցանկանում եմ, որ գոնե իմ Վահեն վերջին զոհված զինվորը լինի։
Սիրելի հերոսացի մայր, թեպետ ցավոտ է, որ թե կորույս մայր լինելը, բայց այս պարագայում թերևս ցանկությունդ տեղին է։ Այսօր այն մշակութային կենտրոնը, որտեղ Վահեն հաճախել է կարատեի, կրում է նրա անունը։ Մեր քաջ արծիվը հետմահու պարգևատրվել է Արցախի ՀՀ արիություն մեդալով, ապա եւ հայրենիքի մատուցած ծառայությունների համար մեդալով։ Փառք հիշատակիդ, տակավին երիտասարդ հավերժի ճամփորդ։ Խոնարհում ես քեզ քո հետ անձնուրաբար զոհված քո անձնակազմին եւ ձեր անցած հերոսական օղուն։ Ձեր անվարան քայլի առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ։